Եթերում ազատ լուրերի գլխավոր թողարկումն է, ստուդիայում ձեզ համար աշխատում են Արա Աբրահամյանը և Մարի Մինասյանը, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին շփումների համար։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Բաքվում շինծու դատավարությունը շարունակվում է։ Հերթական անգամ ճնշումների կենտրոնում են հայտնվել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։ Ալիևյան ռեժիմը ճշմարտությունը փորձում է փոխարինել պարտադրված խոստովանություններով։ Բաքվում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան փակ քննարկման ժամանակ սուր քննադատության է ենթարկել Սիրիայի նոր ղեկավարությանը։ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Չինաստանի բանագնացները նույնպես ընդգծել են իրենց անհանգստությունը Սիրիայում քաղաքական անցման գործընթացի կապակցությամբ։ Օրվա միջազգային լրահոսը։ Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը։ Որն է պատճառը? Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղադրվել է հերթական արևային ֆոտովոլտային կայանը, որի առանձնահատկություններին տեղում ծանոթացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երևանի սրտում յուրահատուկ ցուցահանդես է բացվել, որտեղ ներկայացվել է մատնոցների 4000 նմուշ տարբեր երկրներից։ Հավաքածուի հեղինակը Ռուզաննա Անդրեասյանն է։ Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին շփումների համար, երկկողմ հարաբերությունների կարգավորման, նաև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ասել է Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը։ Նպատակ ունենք ամեն կերպ աջակցելու Բաքվի ու Երևանի միջև մնացած հարցերի լուծմանը, այդ թվում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ հարցերին, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, համատեղ սահմանի զատմանը և հումանիտար խնդիրներին, այնքանով, որքանով դա ընդունելի կլինի գործընկերների համար։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի արտգործնախարարի հայ-ադրբեջանական կարգավորման աջակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովայևը պատրաստ է այցելել Բաքու և Երևան համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար։ Ռուսական կողմը ողջունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ Ադրբեջանական կալիբր լրատվական կայքում կարդացի, թե Հայաստանը ծրագրում է հարձակվել Ադրբեջանի վրա։ Այս երկրում բռնապետական կարգեր են, անկախ մամուլ չկա, այս հաղորդագրությունը կարելի է ռեժիմի կողմից արտոնված համարել։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է շվեդ պատգամավոր Էրիկ Հելբրոնքսը, նշելով, թե մեղադրանքը անհեթեթ է և պատերազմի նախապատրաստության մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները պետք է դիտել որպես նախազգուշացում։ Ադրբեջանը նախատեսում է կեղծ հայտարարություններ տարածել սեփական բռնությունը արդարացնելու համար, եզրահանգել է շվեդ պատգամավորը, նշելով, որ աշխարհի երկրների ռազմական հզորությունը գնահատող վարկանիշային աղյուսակում Հայաստանն առաջվա պես զբաղեցնում միայն 91-րդ հորիզոնականը, մինչդեռ Ադրբեջանը 60-րդ տեղում է։ Նա միաժամանակ նկատել է, ճիշտ է, Հայաստանը ուժեղացնում և արդիականացնում է իր զինված ուժերը, բայց դա արձագանքն է Ադրբեջանի ագրեսիային։ Տարածաշրջանային քաղաքական զարգացումները հաճախ դառնում են ոչ միայն հակամարտության, այլև պատմության վերաշարադրման գործիք, երբ պետությունը սկսում է արդարադատությունը ծառայեցնել իր քարոզչական նպատակներին, իրավական գործընթացները վերածելով կանխորոշված ներկայացումների։ Այս օրերին Բաքվում ընթացող շինծու դատավարությունը, որտեղ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը հայտնվել են ճնշումների կենտրոնում, վկայում է, որ Ալիևյան ռեժիմը ճշմարտությունը փորձում է փոխարինել պարտադրված խոստովանություններով։ Բաքվում մարտի 14-ին շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ Ալիևյան ռեժիմի հովանավորությամբ տեղի ունեցող այս դատական ֆարսը հերթական անգամ նպատակ ունի խեղաթյուրելու իրականությունը և ուժային ճնշման միջոցով կորզելու ադրբեջանահաճո ցուցմունքներ։ Հենց այդ նպատակով ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկատվություն, ըստ որի Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը իբր նոր խոստովանական ցուցմունքներ են տվել։ Բաքվի կողմից վերահսկվող լրատվամիջոցների պնդմամբ Բակո Սահակյանը հայտարարել է, թե Արցախի բյուջեն ամբողջությամբ ձևավորվել է Հայաստանի միջոցներով, իսկ Արցախի ժողովրդին օժանդակություն է տրամադրվել ինչպես Հայաստանի կողմից, այնպես էլ Սփյուռքի բարեգործական հիմնադրամների միջոցով։ Ըստ այդ հրապարակումների Արցախի պաշտպանության բանակը ենթարկվել է Հայաստանի զինված ուժերին, իսկ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումները իբր իրականացվել են Երևանի կողմից։ Ավելին, ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, թե Արցախի տնտեսությունը, բանկային համակարգը, անշարժ գույքի շուկան, անգամ ռազմական ծախսերն ու մատակարարումները գտնվում
գտնվում էին Հայաստանի վերահսկողության ներքո։ Հերթական անգամ Բաքուն փորձում է ներկայացնել Արցախը որպես Հայաստանի մարզ եւ օկուպացված տարածք, անդասելով Արցախի ինքնիշխան կառավարման տասնամյակների պատմությունը եւ փաստը, որ Արցախի ժողովուրդը շարունակաբար պայքարել է իր ինքնորոշման իրավունքի համար։ Տարածված նյութերում նշվում է, թե Բակո Սահակյանը հաստատել է, թե Հայաստանի քաղաքացիները կարող էին անշարժ գույք ձեռք բերել Արցախում, նաեւ Արցախի քաղաքացիները Հայաստանում։ Ադրբեջանը փորձում է դա ներկայացնել որպես ապօրինություն։ Ավելին, Բաքուն կրկին ասպարեզ է բերում զինվորական հարցերը, պնդելով, որ Հայաստանից Արցախ մատակարարվել է սպառազինություն։ Բացի այդ, Հայաստանի տարածքում դիրքավորված Իսկանդեր-M եւ .U հրթիռային համակարգերը իբր կիրառվել են Ադրբեջանի տարածքի դեմ։ Նման մեղադրանքները նպատակ ունեն արդարացնելու Բաքվի պատերազմական հանցագործությունները եւ լեգիտիմացնելու Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումները։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Բաքվում անօրինականորեն պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամները ենթարկվում են ահռելի ճնշման, հոգեբանական եւ ֆիզիկական կտանքների։ Հետևաբար նրանց հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես վերջին ատյանի ճշմարտություն եւ հավաստի տեղեկատվություն, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանը նրանցից կորզում է այնպիսի ցուցմունքներ, որոնք շահեկան են իր քարոզչական նպատակների համար։ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է, թե իբրև խաղաղության է ձգտում, մյուս կողմից խոշտանգումների միջոցով Բաքվում պահվող հայ ռազմագերիներից իբրև խոստովանական ցուցմունքներ է կորզում, դրանք հետագայում Հայաստանի դեմ որպես ճնշման գործիք օգտագործելու նպատակով։ Չնայած Ադրբեջանի նախագահ Ալիևը Եվրոնյուզին տված հարցազրույցում նշել է, թե Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերություններ կառուցելու մտադրություն ունեն եւ ցանկանում են վերացնել նոր ռազմական առճակատման ցանկացած սպառնալիք, սակայն Բաքվի գործողությունները կարծես հակառակի մասին են։ Այսինքն ակնհայտ է, որ Ալիևի վարչակարգն այնքան էլ շահագրգռված չէ տարածաշրջանում կայունության հաստատմամբ եւ շարունակում է սպառնալիքների ու բռնաճնշումների քաղաքականությունը։ Նման ապօրինի դատավարությունները եւ ադրբեջանական դատական մեքենայի բռնապետական գործելավոճը արդեն արժանացել են միջազգային հանրության խիստ արձագանքին, որովհետեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ապօրինի ձերբակալությունը, նրանց նկատմամբ կիրառվող ճնշումները եւ արդարադատության բացահայտ խեղաթյուրումը լուրջ սպառնալիք են ոչ միայն արցախահայության, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծ ու դատավարությունը շարունակվելու է մարտի 17-ին։ Մինչ այդ դատավարության շրջանակներում արդեն հարցաքննվել են Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի ՊՆ նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը եւ այլ գերիներ։ Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ եւ պահվում են անհայտ պայմաններում։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները Օսկար Թաթոսյանը եւ Թալին Յակոբյանը նախագահ Դոնալդ Տրամփին ուղղված նամակում կոչ են արել գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, ինչը կապահովի նաեւ իրական խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ամերիկայի հայկական համագումարի տարածած հայտարարության մեջ նամակի եղինակները նաև հիշեցրել են հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունը մատնանշելով, որ իրական խաղաղության հնարավոր չէ հասնել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ գերիներն ու ռազմագերիները ազատ չեն արձակվել Բաքվի կողմից։ Թողարկման այս հատվածում էլ շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։ Բարի երեկո, պարոն Շիրինյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Շիրինյան, միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները, այս շաբաթ իսկապես բավականին բուռն զարգացումներով հագեցած էր, բայց սկսենք ամենասկզբից, երբ ամսվա սկզբին մարտի 6-ին Սիրիայում տեղի ունեցան խժդժություններ, նորաստեղծ կառավարությունը հարձակում գործեց քաղաքացիների վրա, մասնավորաբար ալավիների ազգային փոքրամասնությունների վրա, եւ այս ամենի ֆոնին երևաց Թուրքիայի ականջները։ Այնտեղ տեղի ունեցան նույն ցեղասպան գործողությունները, ինչը տեղի ունեցավ 15 թվականին հայերի հետ։ Այսինքն ստացվում է, որ 21-րդ դարում Թուրքիան կրկին ցեղասպանություն է իրականացնում Սիրիայում, աշխարհը լուռ է։ Ինչու՞։ Ինչ էր սա։ Գիտեք ինչ կա, երբ Թուրքիայի հանրապետությունն առաջացավ երիտ թուրքերից հետո, երբ Սևրի գործընթացը վիժեցվեց եւ առաջին վիժեցնողը Ռուսաստանը եղավ, իսկ Թուրքիային ձեռք մեկնող հանրապետություն դարձնողը նորից Ռուսաստանը եղավ, դա 100% ճշմարտություն է։ Արևմուտքը Թուրքիայի հարցում սկսեց ռևերանսներ անել, այն ժամանակ, երբ որ փորձում էին զսպաշաբիկ հագցնել, հիմա ինչպես փորձում են Ռուսաստանին հագցնել, ներքից պայթյուն եղավ եւ բայց այդ ժամանակ Քեմալը մի
լոզունգ, հա, կամ կարգախոս առաջադրեց սկզբում, որ խաղաղություն ներսում, խաղաղություն դրսում, այսինքն ագրեսիվ չեն լինելու դրսում, բայց եթե կհիշեք, այնտեղ Դավութօղլու արտգործնախարար եկավ, նա սուտ արդեն հասկանալ է, որ հայտարարեց զրո պրոբլեմ հարևանների հետ, Հայաստանում, որտեղ մեր մոտ է, մեծից փոքրը, երևի հազվագյուտ բացառություններով խաղաղության հանդեպ ունի հոգեկան պրոբլեմ, ինքը գիտի, թե հավերժ խաղաղություն է չի լինելու, չի լինում։ Եթե պատրաստ չես, խաղաղություն չի լինում։ Եվ այսպես Դավութօղլուի խոսքը սխալ հասկացան, այսինքն, որ Թուրքիան ագրեսիվ չի, Թուրքիան դուրս չի գալու, մնացել է Քեմալին հավատարիմ։ Ես այդ ժամանակ նկատեցի մի բան, այսինքն զրո պրոբլեմ հարևաններ հետ նշանակում այն հարևանը, որը իրենց դուրս չի գալիս, զրոյացնում են։ Այո։ Սա թուրքական մտածողություն է, սա հայկական մտածողություն չի, էլի։ Մի բան անենք, մի 100 տարի յոլա գնանք, տարածքել հանձնենք, էլ։ Ուրեմն, որից հետո արդեն ակնհայտ էր, որ իրենք որոնում են, ուրեմն դուրս գալու իրենց շրջանակներից, որտեղ հնարավոր է, ինչ հետո էլ գիտեք Ռուսաստանի պատմություն, իրար հետ դաշինք, իրար գզվրտոց, դաշինք եւ այլն։ Առևտուր, հա, Ռուսաստանը ցարական Ռուսաստանի ավանդույթով իջավ Սիրիա, բայց ինչպես միշտ որևէ մեկին օգուտ չտալու համար, այլ բացառապես իր շահեր ռեալիզացնելու հենվեց ուրեմն օրինական իշխանության վրա եւ ասեմ նաեւ որ ուրեմն արաբական աշխարհներում եթե դիկտատուրա չի լինում որ շատ են դատաբարտում կյանքեր չի լինում այդ ժողովրդավարությունը արևմտյան բան է իրենց համար մի խոսքով ինչ որ է ու առանց սիրիական պետության ալավիներն էին որին մեծապես գիտեք ինչ խոսակցություններ կան որ հայերեն մերձավոր են գուցե հայ են եւ այլն բայց ալավիները Թուրքիայի հետ հարց ունեն, որտեղ 1930 թվականներին ալավիների ապստամբություն տեղի ունեցավ, այսպես ասեմ, հա, Արևմտյան Հայաստանի արևելյան կենտրոնական հատվածներում հիմա էլ կան շատ դաժանորեն քեմալականները ճնշեցին եւ դրա մեջ դժբախտաբար դեր ունեցավ նաեւ ուրեմն բանի այսպես քեմալի հարճը չնայած ասում են իր որտեղ գրած աղջիկը հայուհին Հայուհի օթաչուն, որ առաջին անգամ թուրքերը ունացան կին օթաչու, որը ռմբակոծեց ալավիներին եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ասել, եւ այստեղից էլ կարելի է հենց ալավիների հետ նաեւ անձնական էթնիկական հարց կա, ինչպես որ հայերի հետ է եղել, թուրքերի մասին է խոսքը։ Սիրիայում ալավիներն էին իշխանություն, Սիրիայի ուրեմն այս Ասադի, Հաֆեզ Ասադը ստեղծեց եւ ժամանակի իմաստով շատ կազմակերպված ուժեղ պետական չունեն որում սիրիական բանակը որ այսքան տարի կռվեց դիմադրեց նրա հիմքում հայ է ուրեմն մեր գեներալներից մեկն է Սիրիա հայեր որը ինչ էր ազգանունը ես մոռացա բայց լավագույն բանակ ստեղծեց չափերի մեջ բարձ է բայց դե հետո Ռուսաստան Ուկրաինա պարտություն փախուստ ինչպես Առաջին երթին փախուստ իր բարեկամին թողնելով թշնամու բերանում, ինչպես Արցախում արեց։ Նույն սցենարները ոչ մի տարբերություն չկա, իրանք այստեղ մեր ռսակոձերին դուրս չի գալիս իմ ասածները, բայց ես ասում որ իրենք հասկանան, որտեղ իրենց է փուրը տալիս։ Թուրքերը իրենց ռուսներն իրենց ամենամտերիմ հավատարիմ բարեկամներին, եւ չասեմ գործակալներին առաջինն են փուրը տալիս։ Բաքու գնացեք, տեսեք։ Ուրեմն այս բանն է եւ Թուրքիային ինչ էր պետք թուլացավ ճնշումները արևելքից արևմուտք եւ հյուսիսից հարավ Ուկրաինան խրվեց Ռուսաստանը խրվեց ուկրաինական եւ Թուրքիան օգտվեց այդ ամենից այդ մեկ երկրորդը նաեւ երկրորդ հարցը եղավ որ Միացյալ Նահանգներում հանրապետականների հաղթանակի բարակայով տեսեք հանրապետականները զբաղված են իրենց ընդդիմումով Ամերիկայի առաջին հերթին հարցերով, հարցեր կարգավերելով եւ ինչ որտեղ անվերահսկելի դառան երևի եւ այսպես մնացած է ալևիների հետ հարց են լուծում նաեւ այն պատմական հարցը, որը կար իրենց մեջ, որտեղ դրանք նաեւ պետականակիր են։ Սիրիան կար, միշտ ասում են
ալևիներն էսպես, ալևիները բան են, քանակը քիչ է, բայց դա պետականագիր հատված էր, ուր թե Հայաստանում մենք ունենայինք մեր ժողովրդի մեջ այն հզոր պետականագիր հատված։ Էլիտա ասված է հենց դա։ Այո, էլիտար մաս ասենք, այդպես ոնց կուզեք։ Եվ հիմա Վրեժ են լուծում, պարզ է Վրեժի հետ միասին կա նաև իրեն ոչ բարեկամ տարրը, ինչը որ դուրս է բերում եւ այլն։ Տեսեք, պարոն Շինյան, դուք ինչպես նշեցիք, այո, նրանց հարցերը դարավոր էին, ինչպես մեր դեպքում էր, բայց Թուրքիան արդեն դուրս է եկել բոլոր նորմերից, զսպաշապիկ չեն կարողանում հագցնել եւ նա կարծես հայտ է ներկայացում գերտերության, ինչու որտեղ նա նշում է, որ ԵՄ-ի հետ բոլոր հարցերում ես պետք է լինեմ, Կովկասում ես պետք է լինեմ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա ես պետք է լինեմ, ամենուր Էրդողանը կարծես իրեն մեջ է գցում։ Որևէ կերպ հնարավոր չի նրան սանձել, իսկապես նա ունի այդ բոլոր դիվիդենդները։ Չեմ կարծում, բայց առանձնահատկություն կա, մենք պիտի ընդունենք, որ թուրքական տարրը երիտասարդ էթնոս է եւ ագրեսիվ է։ Ինքը այդպեսին է, շարժուն է։ Այն թմրած ուրեմն թուրքը, որ մեր գրականության մեջ նկարագրված է, մինչև ցեղասպանություն եւ այլն, այդ թուրքը չկա, եթե դա այդպեսին եղել է։ Հիմա դա ագրեսիվ երիտասարդ վերցնող, տանող եւ մի բնավորություն ասեմ, որ այսպես է։ Թուրքական բնավորության կամ մի սկզբունք կամ բնավորության մեջ բնավորություն, որ մեր բարագայում օգտվեց երկար համբերատար սպասել գիտեն, մինչև հակառակորդը կթմրի, կթուլանա։ Հենց նկատեցին խփում ու տանում են եւ վերջ։ Գորշ գայլերին բնորոշ վարկագիծ։ Դա նաեւ գորշ գայլերն են, չէ՞։ Դա բնավորություն, ինչը որ դրսևորվեց նաեւ Արցախում։ Թողեցին գողանան 30-40 տարի Հետո 9 ամիս փակեցին սովետացին Ռուսաստանի ճորտը դառնան վերնախավի մասին ուղեղներն անջատած ռուսականանան հույսները, բայց երկրում են հաստատեն անորոշ եւ ստրկատիրական կարգեր, այս Բաքու գնացածներ դա էին արել, որտեղ ժողովուրդը ռուսները հանձնեցին այդ նույն էլիտային Ադրբեջանին եւ խփեցին այն ժամանակ եւ ինչպես ասում են լամնցել էին Ռուսաստանը տվեց Դաբրոն, այսպես ասենք, որ Լավրովը մատուցեցին։ Ռուսաստանն արեց, բայց իրենք արեցին, էլի։ Ուզում եմ ասել, սա այդ ամենտեղ լինում է։ Հիմա այդ բոլորը ճիշտ է, բայց մենք մի ուրիշ հարց ունենք, որ այդտեղ ձեր ասած կանոնը ինձ թվում է լավ չի աշխատում, որ ամենտեղ իրենք եւ այլն։ Կարծում եմ արևելյան հատվածում, արևմտյան Հայաստան կամ Հայաստան Հանրապետություն այս հատվածում լինելու են ավելի զուսպ, լինելու են խոսքի մեջ անշուշտ լինելու է պորոտախոսություն, ուժեղ են, այսպես ասել, հա, եւ շատ են ուժեղացել։ Մենք 1920 թվականին, երբ որ առաջին հանրապետությունը կար, մենք ու թուրքերը ելագետային վիճակներում էինք։ Մեր բանակն ավելի էր զինված, քան Քեմալը։ Հիմա տեսեք մեր քանակը, որտեղ մենք ստրուկները տարան մեզ Ռուսաստան, երկիրը ներսից բայթեցրին առաջին հանրապետությունը։ Այսինքն շատ նման է հիմիկվա ժամանակները։ Հիմա կարծես վերակրկվում է 21 թիվը, բայց այստեղ մենք ունենք մի հաջողություն, դա օբյեկտիվ օրինաչափության հետ կապ ունի, ինչքան ես եմ հասկանում, եւ դա Միացյալ Նահանգների զսպաշապիկն է, որ այստեղ աշխատելու է եւ աշխատում է, որովհետեւ բալանսի կամ հավասարակշռման քաղաքականությունը կամ հաշվեկշիռը պետությունների հզորությունների միջև Հայաստանի աշխարհագրական դիրքը կարևորում է Ռուսաստանի համար Հայաստանը թողելու ինչ որ է, որից ժողովուրդը հեռանում է, իսկ մնացած պետություններ Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ եւ այլն հաշվեկշռի մեջ են բերում եւ այստեղ արդեն Բայց Ռուսաստանը թույլ կտա այդ ամենը։ Ռուսաստանը ինքը իր թույլ տալուն ոչինչ չի մնացել։ Հիմա մեկը լինի, ասեմ դա։ Ուրեմն այս բարակայում ուրեմն ամերիկյան զսպաշապիկ այս կամ այն չափով ավռում է։ Հիմա ասեմ հետեւյալը, դուք գիտեք, երկու օր առաջ հայտարարվեց մեր վարչապետի կողմից, ամենից ես իրենից եմ լսել, Բաքվից եւ այլն, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր։ Ընտրոտ կետերն էլ համաձայնեցրել են։ Այո, եւ շատ արագ, որի մասին խոսում էին սահմանադրություն պետք է փոխեք, այս Եվրադիտորդներին պետք է անեք, Մինսկի պետք է ցնեք եւ այլն։ Որ հետո ստորագրենք եւ այլն, հետո էլ ես էլ ասում, հետո էլ պետք է ասեն տառերը փոխեք երևի, որ ասենք չէին ուզում կատեգորիկ,
բայց Ալիևը իր այդ դեմքը պահելով արտգործնախարարին հրամայեց, ասեց շուտ արա, թե չէ ամերիկացիք մեզ գուտեն։ Ուրեմն այդ համաձայնագիրը պետք է ստորագրվի եւ այստեղ դրսեւորվում է ամերիկյան ազդեցությունը։ Ֆրանսիականը չգիտեմ ինչ կանով եւ այս շատ արագ գնաց։ Տեսեք, պայմանները հանել են։ Երեք ասում են լավ կլինի Մինսկի խումբը, ասում էր առաջ Մինսկի խումբը պետք է ցարը սահմանադրությունը պետք է փոխվի, երրորդ երկրներ պետք է չլինեն եւ այլն, այնտեղ նյուանս կա արդեն այդ երկրների հարցում։ Տեսեք ինչ է լինում։ Ուրեմն արագ համաձայնվեց, որ իրենք են պատրաստ ստորագրելու։ Հիմա ոչ թե պայման է ասում, այլ ցանկություն, այսինքն սա իր դեմքն է փրկում, որովհետեւ ասել է բաներ, ինչպես Պուտինին ասես ներողություն խնդրիր մի հատ, հետո ինչպես որ գնաց, այնպես էլ ավելի վատ հետ եկավ, մեր ժողովուրդը լավ խոսքեր ունի, ուրեմն այս պարագայում շատ արագ արտոնեց արտգործնախարարին, թե կարծեմ թե իր այդ Հաջիևին դա ասել եւ համաձայնագիրը գնում է գործի մեջ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ոչ մի պայման այլևս առաջադրված չէ։ Քարոզչության իմաստով ինքը շարունակում է Քարոզչության իմաստով ասում է, որ անցում է կատարում նահանջ, բայց քանի որ ինքը չի կարող էլ, չեկիստի տղա է էլի, ինքը ոնց կարող է ասի սխալվել եմ եւ այլն։ Եվ այստեղ ես գրեթե համոզված եմ, որ այստեղ փայլուն աշխատանք է կատարել պետքարտուղար Մարիո ուրեմն Ռուբիոն հաստատ եւ աշխատել է Մարկ Ռուբիոն եւ աշխատել է Անկարայով եւ գուցեև դիվանագիտական ծառայությունով ուրեմն Բաքվում են աշխատել այսօր էլ հաղորդագրություն կա որ գեներալը որ բանում էր Պուտինին հետ է հանդիպել ու իջել է Բաքու այդեն տարբերակն է որ ականջները քաշում ենք արագ եւ շուտ անհապետականները այդուհանդերձ կստորագրվի թե չի ստորագրվի որտեղ բազմաթիվ անգամներ Ադրբեջանը ասել է դրժել է եւ մենք տեսել ենք այստեղ այլևս Ադրբեջանին հարցնող չկա ինձ թվում է ստորագրվելու է բայց ես մի բան ասեմ այստեղ դա մենք չդարձնենք հոգեկան հիվանդության խնդրեմ ստորագրում է չի ստորագրում բայց հասարակության լայն շերտերի մոտ խաղ խեղված է նույնիսկ շատերն ասում են որ սա կապիտուլյացիոն հաստատություն ոչ մի կապիտուլյացիա չկա ես ցես այն քարտեզը ցույց տվեցի հակառակը այս վիճակում դրական է եթե մենք նկատի ունենք որ կրկնվել է 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը որտեղ Հայաստան Արցախ չուներ, որտեղ դրանք վերցվել տրվել էին Նախիջևան չուներ, եւ այսպես այդ իմաստով Մոսկվայի դաշնագիրը 100%-ով վերակրկնվել է, որտեղ Հայաստանի արևմտյան սովետական սահմանները կան, արևելյանը միջպետական է դիտվել, միջհանրապետական, միջսովետական։ Եվ այսպես ուրեմն այդ իմաստով որևէ բան չկա, մենք սահմանադրությունը փոխելու հարց ունեցել ենք, ես հիշում եմ, ես էլ եմ մի նիստի մասնակցել, մինչև կովիդի հարցը պարտվել է, դայո սահմանադրությունը պիտի փոխվի եւ ես չեմ ասում բայց ոչ Ադրբեջանի պահանջով Ադրբեջանի պահանջեր չկա, ասում եմ, էլ չի ասում սահմանադրությունը, երեք չասեց, չէ, ոչ մի բան չի ասել, ասում են լավ կլինի, հա լավ կլինի կամ չի լինի։ Ուզում եմ ասել, բայց մենք դրանք պիտի անենք մեր պետության համար, ինչպես որ դա 19 թվին էր ինչքան հիշում եմ երջանկահիշատակ Խաչատրյան Վիգենն էլ մենք իրար հետ էինք հաղորդակցում այդ օրը մասնակցում էր ինչքան որ հիշում եմ այն ժամանակից սահմանադրությունը չփոխել ինչ բան էլի բայց մենք էինք նախաձեռնել մեծ ֆորում եղել հիմա կարող են նայել էկրանների բաների վրա կայքերը նայեն կտեսնեն էլի ուզում եմ ասել դա պիտի արվի եւ մենք ինչ եմ ուզում ասել մեր ժողովրդին այդ զիջումները մենք արել ենք, այսինքն այն զիջումներն է, ինչ որ մենք պարտվել ենք եւ մեզ ուրեմն խնդրեմը մեր լուծել են Ադրբեջանի բանակը ռուսական թելադրանքով Արցախը հանձնելով այս բոլորին։ Հիմա ուրիշ բան կա։ Այս գործը գնալու է եւ Ալմատայի այդ թիվը լինելու է։ Եթե հայությունը դրան համաձայն չի, մենք երբեք չենք կարողանալու հանգիստ ապրենք չեմ ասում հաղթենք եւ այլն համաշխարհային հանրություն Ամերիկա նույն Ֆրանսիա այդ են ընդունում միջազգային ընդ որում Հայաստանի Հանրապետությունից 10 ստորագրել Լևոն Տեր-Պետրոսյանը եւ բոլոր վարչակարգերը համաձայն են եղել հիմա քանի որ
Մոսկվայից այս ճորտերին հրամայել են երկիր ներսից քանդեք, որ պետություն չառաջանա, ռուսական հրահանգը կոպերկինի հրահանգը կատարում են այս բաներով։ Եվ ցավը ինչն է, ցավը այն է, որ մենք այդ տարիներին ոչ թե պատերազմի պատրաստվեցինք, որ մեր իրավունքը ինքնորոշման իրականացնենք, գզվատոցի մեջ էինք։ Հա, եւ բանակի փոխարեն Ստեփանակերտում ստեղծեցին գեներալների թաղամաս, այս գեներալները։ Եվ դրա փոխարեն եւ ես ասեմ նաեւ որ մարդիկ իմանան, այս գեներալների ուսադիրները աստղերը որ կան, չգիտեմ ինչու է աստղը մնացել, դա սովետական բանակի աշխարհակալ աստղն է, ու ոսկուց են սարքում, ուրեմն գլուխներ ուղիղ լինելու համար ես շշմել եմ, հատուկ ոսկուց այս բաները դնում են, այս կամ բան էս է իրենց արածը, եւ տեսեք, ինչ որ է մենք նոր իրողության առաջ ենք, մենք ունենք դաշնակիցներ, բայց այդ դաշնակիցները յուրահատուկ են եւ սկզբունքային են։ Դրանք Ալմաթայի փաստաթղթի այդ չափերի Հայաստանի դաշնակիցն են, իրական դաշնակից այդ բարոյական Ֆրանսիան, գիտեք էլ ոչինչ չասեմ, Հնդկաստանը, Միացյալ Նահանգների Հանրապետական Կուսակցությունը գումարած քրիստոնեական պետությունների ժողովուրդներին, Հունաստան եւ այլն, էլի, սրանք ես հայտնիներն եմ ասում, եւ որոնցից 3-ը միջուկային տերություններն են։ Ամերիկա, Հնդկաստան եւ Ֆրանսիա։ Ֆրանսիան իր կատարյալ բանով։ Եթե մենք դրանից հրաժարվում ենք, մնում ենք երախում ռուսական եւ երբեք չենք կարող նախ ուտելու են Իրանը, բայց տարօրինակը ձեզ համար հետաքրքիր այն չի, տարօրինակ չասեմ, որ ուրեմն մեր երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան բարոն Սոբրանին ուրեմն ողջունեց այդ բանը, թվում է թե ինքը պետք է դեր լինել, որովհետեւ դեմ լիներ, չէ՞ դա այն ասում, այս ինչ են մարդիկ կան ասում են եկեք միանանք Իրանին եւ այլն, էլ ինչ որ բաներ են խոսում։ Դա ռուսական նախագիծ է, նախատեսում, ուզում եմ ասել, հա, այստեղ հարցը այսպես փակվում է եւ մենք ստանում ենք շնչելու պետություն դառնալու, ես բանաձևն ասեմ, մենք վստահաբար ասեմ, ունենալու ենք այսօր Կովկասի բանալի պետություն, այնպիսի ռեֆորմացված պետություն, ինչպիսին Լեհաստանն է հետսովետական հանրապետությունների միջև պետությունների։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Շարունակում ենք թողարկումը, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը փակ քննարկման ժամանակ սուր քննադատության է ենթարկել Սիրիայի նոր ղեկավարությանը։ Մոսկվան նախազգուշացրել է Սիրիայում ջիհադիստների աճի մասին եւ կրոնական հիմքերով ալավիների զանգվածային սպանությունները համեմատել է 94 թվականին Ռուանդայի ցեղասպանության հետ։ Պաշտոնյան մտահոգություն է հայտնել, որ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկները կործանարար դեր են խաղում Սիրիայում։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը եւ ապահովելու կայուն խաղաղություն։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկած հրադադարը, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշում անընդունելի պայմաններ, որոնք ցույց են տալիս, որ Մոսկվան իրականում չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները։ Ուկրաինայում մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմի առաջին իսկ րոպեներից մենք միայն մեկ բան ենք պահանջում, որ Ռուսաստանը հեռանա մեր հողերից։ Ցանկացած ազգի համար դա բնական պահանջ անկախություն եւ անվտանգություն, հայտարարել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է անհապաղ դադարեցնել պատերազմը եւ ընդունել հրադադարը, որն առաջարկել է ԱՄՆ-ն։ Ամերիկյան կողմը մեզ առաջարկել է առանց նախապայմանների եւ անհապաղ հրադադար։ Երբ Ջիտայում մեր թիմը լսեց այս առաջարկը, նրանք կապվեցին ինձ հետ եւ ես անմիջապես համաձայնեցի։ Մենք չենք ցանկանում խաղեր խաղալ պատերազմի հետ, քանի որ դրա ամեն օրը նշանակում է նոր կորուստներ մեր ժողովրդի համար, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Ըստ Զելենսկու, Պուտինը սաբոտաժի է ենթարկում խաղաղության գործընթացը, առաջ քաշելով չափազանց բարդ եւ անընդունելի պահանջներ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի գործողությունն ավարտվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 13-ին հայտարարեց Սուջայի եւ հարակից երկու գյուղերի Մելովոյի եւ Պոդոլի վերջնական գրավման մասին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն էլ նշել է, որ եթե Կուրսկում գտնվող ուկրաինական զորքերը հրաժարվեն զենքերը վայր դնել, անխնակը ոչնչացվեն։ Նա հայտնել է, որ Կիևի ռեժիմը դեռ շանս ունի փրկելու մարդկանց, առաջիկա ժամերը ցույց կտան, թե ինչ են նրանք ընտրել։ Նա մարդասիրական մոտեցում է անվանել Ուկրաինայի զինված ուժերի զինվորների կյանքը երաշխավորելու Ռուսաստանի առաջարկը։ Մենք երեք շատ լավ եւ արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ հայտարարել շատ լավ հնարավորություններ կան, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը կարող է ավարտվել։ Թրամփը հավելել է, որ խնդրել է Պուտինին խնայել ամբողջովին շրջապատված ուկրաինական զորքերի կյանքը։ Սա սարսափելի կոտորած կլիներ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ասել է նա։ Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը քայլեր է ձեռնարկում ճգնաժամից հետո Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև երկխոսությունը վերականգնելու ուղղությամբ։ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կուրսկի մարզ թափանցած ուկրաինական խմբավորմանը խնայելու կոչն իրագործելու համար անհրաժեշտ է, որ Կիևը համապատասխան հրաման տա իր զինվորականներին։ Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը չի միանա Միացյալ Նահանգներին, դա խելագարություն է։ Այսքանը ասել է Քարնին, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեկնաբանություններն, ով ավելի վաղ կրկնել է Կանադայի Միացյալ Նահանգներին միանալու մտադրությունը։ Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս արտահայտել է այն միտքը, որ Կանադան պետք է դառնա ամերիկյան 51-րդ նահանգը։ Ի պատասխան Քարնին հայտարարել է, որ Կանադան երբեք ոչ մի ձևով Ամերիկայի մաս չի դառնա։ Իսրայելը պաղեստինյան Համաս շարժումից պահանջել է ազատ արձակել իր մոտ գտնվող 11 պատանդներին եւ հանձնել 16 զոհված գերիների մարմինները Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման դիմաց։ Իսրայելը Համասից պահանջել է ի թիվս այլ բաների վերադարձնել իսրայելցի զինվոր Իդան Ալեքսանդրին, ով ունի նաեւ ամերիկյան քաղաքացիություն։ Ի պատասխան Իսրայելը պատրաստ է ազատ արձակել ցմահ ազատազրկման դատապարտված 110 պաղեստինցի բանտարկյալների, նաեւ Գազայում մարտերի ժամանակ կալանավորված 1100 մարդու, հայտնել է Ալ Ջազիրան։ Կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Անդրադառնանք այլ թեմաների վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը։ Մասնավորապես վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Գևորգյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու եւ քրեական դատավարության բնականոն ընթացքը խոչընդոտելու հավանականության աստիճանը գնահատելիս հաշվի չի առնվել, որ Անի Գևորգյանը այդ մեղադրանքում ներկայացված իրադարձությունների ընթացքում արդեն չի հանդիսացել Սիներգի ընկերության աշխատակից, ինչն ինքնին նվազեցնում է վերջինիս կողմից քրեական վարույթին խոչընդոտելու հավանականության աստիճանը։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախկին ենթակաների գործով դատական նիստում պաշտպանական կողմը շարունակել է ներկայացնել դիրքորոշումը դատախազության միջնորդության շուրջ։ Դատախազությունն առաջարկում է Քոչարյանի եւ մյուսների մեղադրանքը փոփոխել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով։ Միքայել Մինասյանը հանցավոր ճանապարհով տիրացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 25% բաժնեմասին, ընդ որում 12.5%-ը ձեռք է բերել ընդամենը 50,000 դրամով, օտարել 30 միլիարդով։ Սերժ Սարգսյանի փեսան միայնակ չի գործել, նրանից բացի գործով մեղադրյալ է եւս 10 անձ։ Հանցավոր շղթան բացահայտել է Հայաստանի գլխավոր դատախազությունը, պարզելով, որ գործարքի համար բանկից վերցրած 46 միլիոն դոլարի վարկը փակվել է կոմբինատի միջոցների հաշվին։ Այս գործով բացի Միքայել Մինասյանից հետախուզվում է եւս 3 անձ, երկուսը կալանավորված են, նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Իսակովի պողոտային եւ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրյալ էր նաեւ պետբյուջեից մոտ 5 միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար առաջին ատյանի դատարանի դատավճռով նա արդարացվել է, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Գլխավոր դատախազը միջնորդել է քրեական հետապնդում սկսել պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ։ Հովիկ Աղազարյանի գործը վերաբերում է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մանր եղջերավոր անասունների կաշառքի գործին։ Պատգամավորը հայտարարում է, որ լրատվամիջոցներից է տեղեկացել իր անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության մասին եւ դեռ մանրամասներին չի տիրապետում։ Տարոն Մարգարյանին 2021 թվականին արդեն իսկ մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 2018-ից գործող քրեական գործի շրջանում։ Նույն գործով 3.5 տարի անց նրան նոր մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։ Հայաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի դեմ ցուցմունքներ են տվել պաշտպանության նախարարության նախկին եւ ներկա պաշտոնյաներ, որի արդյունքում գեներալը 1.5 ամիս կալանավորվեց։ ՊՆ-ում գործող պաշտոնյաներից մեկը, որ ցուցմունք էր տվել Տիրան Խաչատրյանի դեմ 2021 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Արտակ Բուդաղյանն է։ 53-ամյա Խաչատրյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի հարավային հատվածում իրեն վստահված Ալփաշայի բարձունքի, Սուրթանլիի եւ Ալաքսավանի բնագծերի պաշտպանությունը ձախողելու համար։ Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանքը նա չի ընդունում։ Գեներալ լեյտենանտի պաշտպանը պնդում է, որ հարավային խմբավորման հրամանատարությունը ստանձնած Խաչատրյանը 2020 թվականի հոկտեմբերի 11-ին ադրբեջանական զորքերի հարվածից հետո Ալփաշայում կապի հնարավորություն չի ունեցել հատուկ նշանակության զորքերի հետ, որպեսզի նրանց հրահանգեր զբաղեցնել բաց մնացած հատվածը։ Իսկ այդ օրը զոհվել էին հրամանատարն ու հրամանատարի տեղակալը։ Ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդն իր մոտ ունենալով 2 մարտական նռնակ սպառնում է այն պայթեցնել։ Մոտ 1.5 ժամ տևած բանակցություններից հետո քաղաքացին վնասազերծվել է եւ տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հարևանների խոսքով Նարեկ Մ-ն եղել է 44-օրյա պատերազմի մասնակից եւ հավանաբար նռնակները պատերազմից հետո է հետը բերել։ Լեհաստանում ձերբակալվել է Սև շուկայում 56 երիկան վաճառած ուկրաինուհին, նրա գործողությունների զոհերի թվում են նաև Հայաստանի քաղաքացիներ։ 35-ամյա Քսենիան անդամակցել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորմանը, որը 2017-ից 19 թվականներին ապօրինի կերպով մարդկանց հյուսվածքներ եւ օրգաններ է վաճառել։ Ուկրաինուհին նաև մեղավոր է ճանաչվել Հայաստանում, Ղազախստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ Թայլանդում 56 տուժողից ապօրինի երիկամներ ձեռք բերելու եւ կատարված գործությունները եկամտի մշտական աղբյուր դարձնելու համար։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղադրվել է հերթական արևային ֆոտովոլտային կայանը, այն թույլ կտա համալսարանին ոչ միայն խնայել էներգիայի ծախսը, այլև ուսանողներին հնարավորություն կտա իրական տեխնոլոգիաների հիման վրա ձեռք բերելու գործնական գիտելիքներ։ Կայանի առանձնահատկություններին տեղում ծանոթացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքի տանիքին գործարկվեց 150 կՎտ դրվածքային հզորությամբ 4-րդ արևային ֆոտովոլտային կայանը։ Երևանի քաղաքապետ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը տեղում ծանոթացավ դրա առանձնահատկություններին եւ էներգոարդյունավետությանը միտված այս բարեփոխմանը։ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի շուկան ազատականացված է եւ գնում է ազատականացման փուլերով։ Այս պայմանությամբ յուրաքանչյուր հիմնադրամ ընկերություն հնարավորություն ունի ազատ շուկայի պայմաններում եւ գնել էլեկտրաէներգիա եւ արտադրել եւ վաճառել էլեկտրաէներգիա։ Տվյալ դեպքում պոլիտեխնիկական համալսարանը ունի որոշում արտադրել սեփական էլեկտրաէներգիա եւ սպառել սեփական արտադրվող էլեկտրաէներգիան, այս հնարավորությունը ունեն բոլոր տնտեսվարողները գրեթե, ամեն մեկը իր սպառման ծավալներին համահունչ, մեր օրենսդրությունը հենց դա թույլ է տալիս եւ նույնիսկ խրախուսում է։ Ավինյանի խոսքով մեծ ուշադրություն են դարձնում Երևանում էներգոարդյունավետության եւ կրթական միջավայրի զարգացմանը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանը դրա լավագույն օրինակներից է։ Այն թույլ կտա համալսարանին ոչ միայն խնայել էներգիայի ծախսերը, այլև ուսանողներին հնարավորություն կտա իրական տեխնոլոգիաների հիման վրա ձեռք բերելու գործնական գիտելիքներ։ Քաղաքապետի տեղեկացմամբ համալսարանում նաեւ հիմնանորոգվել է բակային տարածքը, ստեղծվել նոր կանաչ այգի։ Շուտով կշահագործվի ժամանակի պահանջներին համապատասխան սպորտային համալիրը։ Համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով այս արևային կայանների գործարկմամբ ուսումնական այս հաստատությունում կլուծվեն տարբեր կարևոր խնդիրներ։ Էներգետիկայի եւ էլեկտրոտեխնիկայի ինստիտուտի մեր ուսանողներն են, ովքեր հենց այս ոլորտի մասնագիտական կրթական ծրագրերով են սովորում համալսարանում։ Նրանց տվել է պրակտիկ գիտելիքներ, այն տեսական ու փորձական գիտելիքները, որոնք ստանում են մեր լսանային կրթության եւ լաբորատորի ենթակառուցվածքներում, նրանք կարողացել են նախագիծը իրականացման ընթացքում ունենալ պրակտիկ գիտելիքներ եւ այդ պրակտիկ գիտելիքների արդյունքում ել ավելի պատրաստ լինել մասնագիտական ոլորտում որպես ինժեներ մասնագիտական առաքելություն իրականացնելու, առավել եւս այս գործընթացը նաեւ ապահովել է իրենց եւս մեկ անգամ լուսավորելու իրենց ընտրած մասնագիտության ողջ էությունը։ Կարևորագույն մյուս կոմպոնենտն էներգախնայողությամբ ֆինանսական տնտեսումների հնարավորությունն է։ Այսինքն այս կայաններն ապահովում են էլեկտրաէներգիայի ծախսի տնտեսում, իսկ տնտեսված միջոցներն ուղղվում են կրթության որակի բարձրացմանը, հետազոտական աշխատանքներին, ակադեմիական անձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը։ Որպես միավոր կայան ամենախոշորն է համալսարանում, դրվածքային հզորությունը 150 կՎտ է եւ բաղկացած է 300 հատ յուրաքանչյուրը 500 վատ հզորությամբ մոնոկրիստալային բարձր էֆեկտիվությամբ արևային վահանակներից։ Այստեղ 300 հատ է տեղադրված, որը ընդհանուր զբաղեցնում է 600 մետր քառակուսի մակերես տարածք համալսարանի մասնաշենքի եւ արտադրում է տարեկան գրեթե կտրվածքով 200,000 կՎտ էլեկտրաէներգիա, որը համալսարանի համար տարեկան կտրվածքով խնայում է գրեթե 10.5 միլիոն դրամի խնայողություն է ապահովում եւ նաեւ կանոն զարգացման եւ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի տարեկան միջինում խնայում է մոտ 80 տոննա CO2 գազի արտանետում դեպի շրջակա միջավայր եւ զուգահեռ ծածկում է միանգամից 3 մասնաշենքի էլեկտրաէներգիայի ծախս տարեկան։ Կարեն Ասատրյանը տեղեկացրեց, որ այս աշխատանքների արդյունքում ընդհանուր ներդրումները պոլիտեխնիկում կազմել են ավելի քան $700,000։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանի սրտում յուրահատուկ ցուցահանդես է բացվել, որտեղ ներկայացվել է մատնոցների 4000 նմուշ տարբեր երկրներից։ Հավաքածուի հեղինակը Ռուզաննա Անդրեասյանն է, որը ցուցադրել է ոչ միայն մատնոցները, այլև նշել, որ դրանցից յուրաքանչյուրն իր հետաքրքիր եւ յուրահատուկ պատմություն ունի։ Կենդանիներ, դիմակներ, մուլթերոսներ, այս ամենը մատնոցների տեսքով։ Ռուզաննա Անդրեասյանը նկարիչների միությունում արվեստասերներին է ներկայացրել յուրօրինակ եւ տարբերվող արվեստի գործեր։ 7000 նմուշից ցուցադրվել է 4000-ը։ 10 տարի է հավաքում եմ։ Սկզբից սկսվեց մեկով, հետո ավելացավ, հետո բոլորը տեսան, որ ինձ դուր է գալիս, սկսեցին նվիրել, ես այցերի ժամանակ ձեռք բերեցի եւ
ունեցանք, էս ինչ որ հիմա ունենք։ Ըստ հեղինակի մատնոսներից ամեն մեկն ունի մի պատմություն։ Մատնոսների շարքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում նաև տառերից կազմված անվանական հավաքածուն։ Անդրեասյանը նշում է. Դրանք ինձ համար պատրաստվել են, ունեմ նաև պատրաստված մատնոցներ, բայց երևի դուք նկատի ունեք անձնական տառերով արված զարդերը, դրանք ինձ համար նվերներ են։ Յուրաքանչյուր ցուցահանդես, ցուցանմուշ, որը մեր պատմության, մշակույթի կամ մեր ժառանգության որևէ դրվագ է ներկայացնում, արժանի է մեծ ուշադրության, նշել է հնագետ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։ Այս ցուցահանդեսը շատ ինքնատիպ է եւ շատ յուրօրինակ։ Պատկերացրեք դանակ, մկրատ, մատանի, ասեղ, քորոց, մատնոց, այս բոլորը շատ առօրեական իրեր են, բայց այդ իրերը կրում են մարդիկ, որոնք իրենց մատներով, իրենց ձեռքերով մարաշի ասեղնագործություն են ստեղծում են մեր հրաշալի ոսկեկար հագուստները, ստեղծել են հավանաբար 13-րդ դարից մեզ հասած Տիգրան Հոնենցի թորների ոսկեկար հագուստները։ Այս բոլորը խոսում են մասին, որ մենք ունենք ինչ որ բան հիշելու, անպայման պահպանելու եւ փոխանցելու կարևոր առաքելություն։ Այդ առաքելություններից մեկն է Ռոզաննա Անդրեասյանի ներկայացրած հավաքածուն է, հավելել է Փիլիպոսյանը։ Ցուցահանդեսում ներկայացված էին մատնոսների տարբեր տեսակներ, հարուստ զարդանախշերով, բազմագույն գործվածքներով ու մոդելներով։ Մեծ ուշադրություն էր դարձված թե ավանդական գործվածքների տեխնիկային, թե ժամանակակից մոտեցումներին։ Նախաձեռնությունը ցայտուն կերպով արձագանքում է ժամանակակից արվեստի համաշխարհային տենդենսներին, միաժամանակ ներկայացնելով նաև հայկական ավանդական արժեքները։ Հավաքածուի հեղինակը վստահեցրել է, առաջիկայում ևս նոր ցուցահանդեսներ կլինեն։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։